Եթե այսօր բանակը ինչ որ բաներ չի կարողանում անել, դա քաղաքական պատճառով է, որ չի կարողանում անել։ Իմ համոզմամբ մեր երկրում այս վերջի 15-20 տարիներին քաղաքական ղեկավարությունը չի պատրաստվել պատերազմի։ Եվ այստեղ այսպես ասած զինվորական ղեկավարության մեղքը շատ ավելի քիչ է, այստեղ քաղաքական պատվեր պիտի լինի։ Եթե պատվեր չկա, ինքնակորձունեությամբ չեն կարող սպասվել բանակի ղեկավարությունը։ Սակայն ինչպես ասեցի, այսօր քանի որ նաև աշխարհակաղակական ռեգիոնալ թոհուբոհի մեջ ենք մենք գտնվում, այսօր շատ լուրջ վտանգ կա մեր երկրի ինքնիշխանության իսպար գորուստի։ Եվ այս իմաստով, ինչպես իմ խոսքի սկզբում եմ ասել, միակ երաշխիքը, որ կարող է կանգնել, դա բանակն է։ Եվ հարցակումը այսօր բանակի վրա է, ոչ թե մեր երկրի վրա է։ Պարոն Սեֆիլյան, հասարակական բարքերը, որոնց մասին մենք այսքան խոսում ենք, ազդում է բանակի վրա, մարտունակության վրա։ Անշուշտ, գիտեք, նախկինում դարիներ առաջ շատ ավելի այսպես ցավակին էր ընդունվում, երևի 10-15 տարի առաջ, որ բանակի մասին մեկ չէ դերությունները մեկ չէ բարձրացնել, ճիշտ չի եւ այլն, ես կարծում եմ անցանք այդ հանգրվանը։ Ես համոզված եմ, որ դերությունները պիտի բարձրացնել, քննադատել, ինչու՞ չէ, բայց դա չի թույլատնում բանակը։ Ոչ, երբեք։ Մանավանդ երբ որ կիսապատերազմական վիճակ է։ Ոչ, երբեք թույլատնողը ավելի շատ առաջին հերթին երկրեն ներքին բարոյական մթնոլորտն է, գլխավոր թույլատնողը դա է, այսինքն երբ երկրեն ներս գոյություն ունի սոցիալական աներևակայելի, այսպես ասած, վի ժողովրդի եւ երկիրը կառավարող վայ քաղաքական խավի միջև, հենց այս վիհն է գլխավոր թույլատնողը բանակին։ Եվ ինչու՞ չէ նաեւ թույլատնող հանգամանքներից մեկը նա է, որ այսօր բանակեն ներս դժբախտաբար գա մի խավ, վերնախավ, գեներալիտետ, բացառություններ անշուշտ հարկելով, որոնք իրենց հորի парքերով, իրենց հորի նիստուգացով միայն ու միայն թույլատնում են բանակի բարոյական վիճակը։ Գուզեմ ասել, այսօրվա քաղաքական ղեկավարությունը լինելով ապազգային, այդ ապազգային դարերը նաև парքերը ներթափանցել են բանակի ղեկավարություն դժբախտաբար։ Սակայն լավն այն է, որ այդ մարդիկ մեծամասնություն չեն կազմում, այսինքն այսօր բանակեն ներս եւ միջին մագարտագում չուչե նաև եւ վերնախավում կան ազգանվեր մարդիկ եւ ես համոզված եմ, որ ամենալուրջ պահին նրանք ճիշտ կգոհնորոշվեն եւ դեր կգանգնեն մեր երկրի իշխանության։ Եթե համեմատենք Հայաստան-Ադրբեջան ուժերի հարաբերակցությունը հրադադարի ժամանակ եւ հիմա, հարաբերակցությունը փոխվել է թե ոչ։ Անշուշտ փոխվել է ի վնաս մեզ։ Ինչու՞։ Առաջին հերթին բարոյական մթնոլորտը, ինչպես ասեցի։ Այսինքն դուք իրոք կարծում եք, որ ադրբեջանական բանակում այսպես բարձր բարոյական մթնոլորտ է։ Չէ, այնտեղ միշտ գոյություն չի ունեցել առհասարակ բարոյական, այսպես ասած, դրական մթնոլորտ։ Այստեղ մինուսը մեր մոտ է տեղի ունեցել։ Այսինքն պատերազմի ժամանակ մեր մոտ մթնոլորտը շատ ավելի լավն էր, պատերազմի հաջորդող տարիներին եւս, սակայն շատ շուտ սկսեց այդ սրընթաց անկումը տեղի ունենալ, խավորվես ասացի, ինչ պատճառով։ Երկրի քաղաքական խավի ապիկար եւ ապազգային կորձունեության պատճառով այդ ամբողջը տեղի ունեցավ, սակայն այսօր հասել ենք մենք մի սահմանակից, որից ընկոմ, եթե մենք չստապվենք եւ չփորձենք կանխել այս ընթացքը, ապա անպայման որ հակառակորդը արդեն առավելություններ ունի մեր նկատմամբ։ Անշուշտ այստեղ զինվածության իմաստով եւս հակառակորդը քիչ տարբերությամբ չէ որ մեզնից առավել է, սակայն ինձ միշտ դա չի եղել վախեցնող։ Ինչու՞։ Որովհետեւ ես եթե այս դեպքում մենք խոսում ենք Ադրբեջանի մասին, ճանաչելով ադրբեջանական կողմին, իմանալով որ այնտեղ ըստ էության այնպես քանի որ նաև ելնելով նաև այն հանգամանքից որ առհասարակ այդ պետությունը հանրապետություն գոչեցյալ արհեստական հանրապետություն է, այդպես էլ այնտեղ չի կայանալու բարոյական իմաստով մարդունակ բանակ, այդպես էլ չի, այո, վարձկանների բանակ կլինի, սակայն ազգասեր բանակ, նվիրյալ, հողի նվիրյալ բանակ, այդպես էլ նրանք ունակ չեն կազմակերպելու։ Եվ եթե այդպիսին է, ուստի մնացյալ, այսպես ասած, առավելությունները հանգիստ կարելի է շրջանցել։ Ինչպես որ դեղի ունեցավ 92-94 թվականներին։
այսօր էլ նույնը կլինի։ Այսօր իսկ ես համոզված եմ, որ մենք ունակ ենք Ադրբեջանին շատ կարճ ժամկետում ձունգի բերելու։ Գլխավոր պատճառը, որ այսօր առաջի գծում ի վնաս մեծ process-ներ են գնում, դա քաղաքական վերնախավին է։ Ես համոզված եմ, որ վերնախավից ցերպազատվելուց հետո շատ կարճ ժամանակում հանգիստ պայմանները ձևավորվելու առաջի գծում ես դրանում համոզված եմ։ Այսինքն այդ պոտենցիալը մենք այսօր ունենք։ Կարելի է ասել Ադրբեջանը ակտիվացել է, որովհետև մենք թուլացել ենք։ Այո, մենք թուլացել ենք եւ հակառակորդը շատ լավ հետևելով մեր երկրներն ստեղ ունեցող process-ներին եւ աշխարհակահաղական անցուդարձերին նա օգտագործում է բահը։ Ինչու՞ չէ նաեւ այստեղ, ինչպես ես ասացի, առաջ վտանգը ԵԴՄ-ի հանգամանքը, որը ըստ էության ինչքան էլ որ ասեն քաղաքական ծրագիր չէ դա, քաղաքական միություն չէ դա անշուշտ անհետեթություն է։ Նու մենք հապկ անդամ ենք նաեւ։ Դա մի ագումբ է, զգացվում է, անշուշտ որ չի զգացվում, դա ամբողջ մեր մեջքին կանգնած են այդպիսի միացյալ ռազմական ուժեր։ Երբեք չի կարող լինել եւ հենց ամենակարևորը նաեւ այն է, որ մենք մեր ամբողջ կազմակերպվածությունը պիտի այնպես կառուցենք, որ մենք մեր հույսը պետք է տնենք մեր վրա։